Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց քրեական վարույթ է նախաձեռնել երկու հոդվածներով՝ խուլիգանություն եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտել է։ Քննչականի փոխանցմամբ ձերբակալվածները 3-ն են, նրանցից երկուսը 2007 թվականին ծնված եղբայրներ Դավիթ եւ Միքայել Մինասյաններն են, երրորդը Գևորգ Գևորգյան է։ Դեպքը տեղի էր ունեցել 3, երբ Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ, պատարագը դեռ չավարտված։ Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբողից մի երիտասարդ վրդովվեց, հորդորելով չհրել իրեն եւ ասելով, որ ցանկանում է իր տեղում կանգնած մնալ։ Տենց չնայես ինձ դիմեց երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձեց ձեռքով հարվածել։ Մանի դուր ես, մանի ջան։ Որ դրանից հետո բայց պիտի սուրբ գնամ է։ Լսի մի քիչ գերեված սնդերակ, թող հաշվեն, ճոգի։ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի մեծամոլ համայնքում Մերձևով ՀԿ-ի գրասենյակում մեկ տասնյակ խուզարկություններ են կատարվել, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել է 5 անձ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն։ Կոմիտեից նշում են, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ նպատակադրվել են ընտրակաշարք բաժանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում բնակվող մի շարք քաղաքացիների, ապահովելով նրանց մասնակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին եւ քվեարկությունն իրենց կողմից մատնանշված կուսակցության օգտին։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի այդ անձինք մեծամոլ համայնքում բացել են Մերձևով հասարակական կազմակերպության գրասենյակ, որից հետո Արմավիրի մարզի տարբեր բնակիչների 2025-ից 26 թվականների ընթացքում ձևական գրանցել են հիշյալ կազմակերպությունում, հանձնարարելով հավաքագրել անձանց, որոնք ընտրություններին կքվեարկեն ուժեղ Հայաստան կուսակցության օգտին։ Նախապես խոստացված եւ փուլային եղանակով տրամադրվող ընտրակաշարքը ձևակերպվել է որպես աշխատավարձ, դրանով փորձելով քողարկել ընտրակաշարքի տրամադրման փաստը եւ նվազագույնի հասցնել դրա բացահայտումը։ ՀԿ-ում աշխատանքի ընդունվելու հիմնական նախապայմաններից են հանդիսացել անձի մեծ ընտանիք եւ ծանոթների լայն շրջանակ ունենալու, ինչպես նաեւ ընտրող հանդիսանալու հանգամանքները, ասված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ բացի այդ բարեգործության անվան տակ Արմավիրի մարզի մի շարք բնակիչների ուժեղ Հայաստան կուսակցության անունից բժշկական սպասարկման ծախսերը հոգալու նպատակով այս տարվա փետրվար-մարտ ամիսների ընթացքում անհատույց տրամադրել են տարբեր չափերի դրամական միջոցներ։ Կոմիտեից տեղեկացնում են, որ այսուհետ իրականացնելու են մշտադիտարկում պարզելու ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ փոխկապակցված կազմակերպություններում գրանցված կամ դրանց հետ առնչություն ունեցող այն անձանց, որոնք այս կամ այն կերպ, այդ թվում քողարկված եղանակներով ներգրավված են ընտրական հանցագործությունների կատարման կամ նախապատրաստման սխեմաներում։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին եւ վայելում նրան վերապահաջակցությունը, ինչը անհանգստացնում է եւ վախեցնում է իշխանություններին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը, անդրադառնալով քննչականի հաղորդագրությանը։ Առաջիկա ընտրական գործընթացում միակ աղաղակող եւ շարունակական ապօրինի գործողությունը մեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խայտարակ ակնհայտ ապօրինի շուրջ 10 ամիսների տևող կալանքն է։ Ուժեղ Հայաստանը իր գործունեությունը ծավալում է սահմանադրության եւ օրենքի շրջանակներում։ Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարահանած անհաջող ֆիլմը եւ մոնտաժված լայնագրությունը հայտնի ձեռագիր է։ Ակնհայտ է, որ այն այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ, քանի որ բոլորը գիտեն, օրվա իշխանությունները հետապնդում են մարդկանց նույնիսկ մեկ նախադասության համար, իսկ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է, գրել է Ղահրամանյանը։ Խորհրդարանական ընտրություններին նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունը չի մասնակցի։ Այս մասին նշված է կուսակցության Facebook-յան էջում։ Վազգեն Մանուկյանը հիշեցրել է կուսակցության նախկին հայտարարությունն այն մասին, թե ճիշտ է, որ այս ընտրություններում ընդդիմությունը մասնակցի 2-ից 3 քաղաքական ուժերով։ Այս իշխանությունն արդեն սպառված է, բայց եթե ընտրությունների հետևանքով նորից վերարտադրվի, ապա մենք հետզհետե կորցնելու ենք մեր ինքնության ձողերը, մեր կամքը եւ զրկվելու ենք բարեկեցիկ ազատ ապահով եւ հպարտորեն առաջ գնացող անկախ պետություն ունենալու հնարավորությունից, որի բոլոր նախնական պայմանները կան։
Իշխանությունների դեմ պայքարում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք մեր ժողովրդին առաջարկում են այս խորը փոսից դուրս գալու տարբեր ճանապարհներ եւ փորձում կանխել ներկա իշխանությունների վերարտադրության հնարավորությունը։ Մենք այդ պայքարի մեջ ենք եղել եւ կանք օգնելով եւ աջակցելով այդ քաղաքական ուժերին։ Այժմ շատ կարեւոր է, որպեսզի ընտրությունների ժամանակ տեղի չունենա ձայների փոշիացում եւ ամբողջ ժողովուրդը մասնակցի ընտրություններին, նշել է Մանուկյանը։ Միևնույն ժամանակ Մանուկյանը նշել ու նաեւ կոչ է արել համակիրներին աջակցել ընդդիմադիր քաղաքական ուժերին, հավելելով, որ ԱԺՄ-ն շարունակելու է պայքարել իր գաղափարների իրագործման համար։ Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցությունը վաղը քաղաքական երկու ուժի հետ հուշագիր կստորագրի հայտարարելով Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի ստեղծման մասին։ Ազատություն ռադիոկայանի տեղեկություններով քաղաքական այդ երկու ուժերի մեջ չեն ոչ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը եւ ոչ էլ Էդմոն Մանուկյանի ղեկավարած Լուսավոր Հայաստանը։ Ուժեղ Հայաստանը որոշել է դաշինք կազմել այնպիսի ուժերի հետ, որոնք անցած ընտրական գործընթացներում ակտիվ ներգրավված չեն եղել, այն որ այդ ուժերը հանրության լայն շերտերին այդքան ծանոթ չեն, իր խոսքում նախորդին ակնարկել էր նաև կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Այսօր մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել եւ փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ուժեղ Հայաստան։ Թե որոնք են այդ ուժերը եւ ինչու է Սամվել Կարապետյանի ընտրությունը կանգ առել հենց նրանց վրա, կուսակցության անդամներից Գոհար Մելոյանն այսօր չցանկացավ փակագծեր բացել, նշելով սակայն, որ այդ դաշինքով համագործակցության դռները չեն փակվում։ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՆԳՆ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայր մարտի 29-ին Երևանի Սուրբ Հաննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։ ՄԻՊ-ից հայտնում է, որ պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրել նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը։ Արդյունքները կամփոփվեն եւ պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ անձանց իրավունքները երաշխավորելու նպատակով։ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, ներառյալ իշխանությունների գործունեության վերաբերյալ քննադատական դիրքորոշում ներկայացնելու իրավունքը։ Միևնույն ժամանակ որևէ իրավունք իրացում չպետք է ուղեկցվի այլ անձանց, այդ թվում պաշտոնատար անձանց նկատմամբ բռնությամբ, բռնության կոչերով, ատելության խոսքի դրսևորումներով եւ այլն։ Պաշտպանը կարևորում է դեպքի բոլոր հանգամանքների անկախ, բազմակողմանի եւ օբյեկտիվ ուսումնասիրությունը։ Միևնույն ժամանակ պաշտպանը պահանջում է իրավասու մարմիններից ցանկացած գործողություն իրականացնելիս պահպանել իրավաչափության սկզբունքը, զերծ մնալ անհավաչափ կիրառումից, երաշխավորել քաղաքացիների բոլոր իրավունքների պատշաճ իրացումն ու պաշտպանությունը։ Այս առումով պաշտպանը շարունակելու է հետևել իրավիճակին քաղաքացիների իրավունքները երաշխավորելու նպատակով։ Այսօր մարտի 30-ին խոշոր ողբերգական շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 09:10-ի սահմաններում խճաքարով բարձված հոբոմակնիշի բեռնատարը Երևան-Երասխ մեղնի ավտոճանապարհի ժողովրդին հայտնի Երասխի կալցեվոյում արագաչափի հարևանությամբ բախվել է Nissan Tiida, 2 Mercedes Niva Chevrolet մակնիշի ավտոմեքենաներին եւ Mercedes մակնիշի ավտոքարշակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է եւ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները եւ ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Արարատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են Արարատ բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում, ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով վեդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական բարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների վիրավորի եւ մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բացի հովոբեռնատարից բոլոր ավտոմեքենաները եղել են կայանված, որոնցից մի մասը վերածվել է մետաղե ջարդոնի։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։